Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունած զեկույցում խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ։ Անդրադարձել են նաեւ arczepiskopos Բագրատ Գալստանյանի շարժմանը, որ վարչապետի հրաժարականի պահանջով էր։ Բագրատ Սրբազանի ձերբակալության մասին էլ են նշել։ Վեհաժողովը առանց անուններ նշելու մտահոգություն է հայտնել մի քանի հոգեվորականի իշխանությունը զավթելու փորձի հաղորդումների հետ կապված։ Զեկույցում անդրադարձել են նաեւ սպասվող խորհրդարանական ընտրություններին, ափսոսանք հայտնել, որ Հայաստանում քաղաքական ուժերը չափազանց բևեռացված են, վերահաստատում են պետական միջոցների չարաշահման ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովել, որ ընտրարշավը լինի խնդիրների եւ քաղաքականության վրա հիմնված, եւ որ ընտրությունների մասնակիցները զերծ մնան անձնական հարձակումներից։ Բարձրաանվանությունից է բխում, որ եվրոպական որոշ կառույցներ աշխարհաքաղաքական շահերը վերադասում են, ավելի շատ են կարևորում, քան արժեքները, մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, որը իմ կարծիքով անընդունելի է եւ ամոթալի։ Զեկույցում առկա են ձևակերպումներ ու ես հիմա ավելի մանրամասն դրանք կասեմ, որոնք խայտարակ են պարզապես։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանն այս զեկույցը համարում է անընդունելի։ Ոչ մի բառ չկա քաղաքական պատճառներով բանտարկված տասնյակ մարդկանց ազատությունից զրկված հոգեվորականների մասին, քննադատում է ընդդիմադիր падգամավորը Ստրասբուրգից։ Նրա կարծիքով Փաշինյանի նկատմամբ չափազանց չեզոք են զեկուցողները։ Հայաստանում առկա է 50-ից ավել քաղաքաբանտարկյալ, իսկ զեկույցում դրա մասին ոչ մի տառ չկա։ Հետևությունները թողնում եմ քաղաքացիներին։ Ընդդիմադիր խմբակցության падգամավորը անընդունելի է համարում, որ հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են նշել ու Բագրատ Սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ։ Գործը փլվում է, բոլոր այն քարոզչական ստերը, վիդեոները, մոնտաժած ձայնագրությունները, մոնտաժած, որոնք հրապարակվել են հատ առ հատ հերքվում են ամբողջական տարբերակի հրապարակումից հետո, բայց այդպիսի բան է տեղ գտնում ԵԽԽՎ զեկույցում եւ բանաձևում։ Դա անընդունելի է։ Նա մի բանի համար է շնորհակալ վեհաժողովին, որ կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ գերիներին։ Այս հարցում իշխանության ու ընդդիմության դիրքորոշումը նույնն է։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ գերիների հատվածը առանձնացնելով հայտարարել է ընդունված զեկույցի մասին։ Երկրորդ կետը, որ առանձնացրել է իշխանության ներկայացուցիչը, հոգեվորականների իշխանությունը զավթելու մտահոգության մասին է։ Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Ընդդիմադիր падգամավորը, որ զեկույցը որակում է կողմնակալ, կարևորում է, որ արձանագրվել է վարչապետ կաթողիկոս լարվածության մասին։ Եվրոպական կառույցները նույնիսկ իրենց լոյալության պարագայում չէին կարող դրանց մասին չխոսել։ 3 կետ նշեմ։ Առաջին զեկույցում հստակ նշվում է, որ սա առճակատում է պետության եւ եկեղեցու միջեւ։ Այսինքն Փաշինյանի այն հեքիաթային խոսքերը, որ իբր իրանք եկեղեցու դեմ չեն պայքարում, բեհապար հայրապետի դեմ են պայքարում եւ այլն, եւս մեկ անգամ այստեղ ապացուցվում է, որ դա սուտ է։ Առաջիկա ընտրություններին վերաբերող հատվածն էլ է Մամիջանյանը առանձնացնում։ Ըստ նրա դա պահանջ է վարչական ռեսուրս չկիրառելու ու ժողովրդավարական ինստիտուտների վրա քաղաքական ազդեցություն չունենալու մասին։ Ինչ կարծիքի են իշխող խմբակցությունում վեհաժողովի զեկույցի մասին։ Վարչապետ կաթողիկոս լարվածության վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեն ու համաձայն են ընդդիմության հետ, որ Հայաստանում տիրող մթնոլորտը արտահայտված չէ զեկույցում։ Իշխող խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել ու հետո էլ չարձագանքեց։ Վեհաժողովի նիստերը շարունակվում են վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա եւ падգամավորների հարցերին կպատասխանի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։